1915 թվականի սկզբին արևելյան եւ արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերում բռնկված կոտորածի ալիքը հասնում է Վանի նահանգ։ Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը թվով շուրջ 12,000 մարդ, նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ճևդեթ Բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունը։ Մի շարք գավառներում հայերը դիմում են ինքնապաշտպանության, համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Երկարատև եւ համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող Հով դու կրնաս ռեկը թողաս, ես կարտամ Այս ինչի հետ ենք վարժվել 1915 թվականի սկզբին արևելյան եւ արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերում բռնկված կոտորածների ալիքը հասնում է Վանի նահանգ։ Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քրդական անկանոն ջոկատներն ու չերքեզական հեծելազորը Վանի նորանշանակ կուսակալ Ճևդեթ Բեյի հրամանատարությամբ սկսում են նահանգի հայ բնակչության կոտորածները, թալանն ու ավերածությունները։ Մի շարք գավառներում հայերը դիմում են ինքնապաշտպանության, համառ մարտեր մղելով թշնամու դեմ։ Երկարատև եւ համառ դիմադրություն է ծավալվում նահանգի կենտրոն Վան քաղաքում, որտեղ բնակվող շուրջ 23000 հայերին միանում են նաեւ շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր։ Տեղի հայկական կուսակցությունները Արամ Մանուկյանի գլխավորությամբ սթափ գնահատելով իրավիճակը եւ վերահաս բնաջնջումից խուսափելու հրամայականից ելնելով ժողով են գումարում, որոշելով դիմել ինքնապաշտպանության։ Վանի Այգեստան թաղամասի ինքնապաշտպանության գործը գլխավորելու համար կազմվում է Վանի հայ ինքնապաշտպանության զինվորական մարմինը, մասնակցությամբ Ռամկավար Արմենակ Երկանյանի, դաշնակցականներ Գրիգորի եւ Կայծակ Արաքելի, խորհրդականներ ունենալով ներկայացուցիչ Հիմնական մարտերը ծավալվում են քաղաքի երկու հայաբնակ հատվածներում՝ Այգեստանում եւ քաղաքամեջում։ Ապրիլի 7-ին թուրքերի ձեռնարկած առաջին գրոհը հաջողությամբ հետ է մղվում։ Հայերը հրդեհում են Վանում թուրքական զորքի կարևոր ամրություններն ու կենտրոնները։ Հաշվի առնելով թուրքերի թվական կերակշռությունը, Այգեստանի զինվորական խորհուրդը ընտրում է պաշտպանական մարտավարություն։ Ապրիլի վերջին թուրքերն անցնում են լայնածավալ հարձակման։ Ռմբակոծվում են Այգեստանի ռազմական դիրքերը, դպրոցներն ու եկեղեցիները։ Մեկ օրվա ընթացքում թուրքերը հայկական դիրքերի ուղղությամբ 400 ռումբ են արձակում։ Վանի տարբեր հատվածներում փոփոխակի հաջողություններով կատաղի մարտեր են ընթանում, որոնց ակտիվ մասնակցություն են ունենում բազմաթիվ հայ պատանիներ, կանայք ու անգամ աղջիկներ։ Ապրիլի վերջին նկատվում է ռազմամթերքի եւ սննդի խիստ պակաս։ Քաղաքի պաշարները մի քանի անգամ սուրանդակներ են ուղարկում Քաղաքի պաշտպանները մի քանի անգամ սուրանդակներ են ուղարկում ռուսական բանակ օգնության խնդրանքով։ Թուրքական անընդմեջ հարձակումները զուգորդվում են քաղաքի շրջակա գյուղերի հայության զանգվածային կոտորածներով, որոնց զոհ է դառնում շուրջ 24000 մարդ։ Թալանվում եւ հրդեհվում է ավելի քան 100 հայկական գյուղ։ Վանի ինքնապաշտպանությունն ունենում է հաղթական ավարտ։ Մայիսի 3-ին թուրքական թնդանոթները կրակում են վերջին անգամ եւ լռում։ Ռուսական զորքի եւ հայկական կամավորական գնդերի առաջխաղացումը ստիպում է նրանց նավերով փախուստի դիմել դեպի Պիտլիս։ Մայիսի 5-ին քաղաք է մտնում հայ կամավորական հեծելազորը։ Այս մեկը սկան է, Արմջան։ Արմեն տեղ եթե ստիկի տեղ չես գտնի, մե տեղը մեղավոր կարտացի, հետո թազա չկարտացի, վաբշե պրոբլեմ չէ, կդրե շպրդեսկը ենկոմ։ Լուբոյ տեղից կմնիսկը պրոստի իմաստա, նախադասությունը իմաստով մնա, էլի Արմեն ճան։
Շատ երկար տևեց այդ խոնարհումը, իսկ 4 կողմից ինչպես էին հարվածում սև ալիքները, ինչպես էին փոթորկվում, չէ որ ինքը պարզապես կռացել էր գետնից թուղթը վերցնելու, գլուխը պտտվեց, բայց դա հաճախ է պատահում, երբ կռանում ես, առանձնապես ոչինչ չի էլ եղել, ոչինչ, նա թուղթը մոտեցրեց լույսին և խնամքով բաց արեց: Պետք է դուրս գալ այս գիշեր, ինչ գնով ուզում է լինի, վաղը ծղրիդին փոխադրում են ուրիշ տեղ, սա մեր վերջին հնարավորությունն է: Պատռեց երկտողը, ինչպես և առաջինը, վերցրեց ծղոցը և ատամները պինդ սեղմած նորից գործի անցավ: Գիշերվա ժամը 1 է: Արդեն 3 ժամ է ինչ աշխատում է, 8 ծողերից 6-ը արդեն կտրված են, մնացած 2-ն էլ կսղոցի և հետո կարելի է ցած իջնել: Նա մեկ առ մեկ սկսեց հիշել նախկինում տեղի ունեցած այն դեպքերը, երբ բռնել էին այդ սարսափելի հիվանդության նոպաները: Վերջին անգամ դա պատահեց Նոր տարվա նախօրյակին: Մարմնով տող անցավ, երբ հիշեց այն 5 գիշերները, բայց այն ժամանակ միանգամից չսկսվեց, դեռ երբեք այնպես հանկարծակի չէր եղել, ինչպես այժմ: Նա ցած գցեց ծղոցը, ձեռքերը վեր կարկառեց և առաջին անգամ այն պահից, ինչ դարձել էր աթեիստ, աղոթքի խոսքեր դուրս թռան շուրթերից: Նա աղոթում էր անսահման հուսահատությամբ, աղոթում էր ինքն էլ չիմանալով, թե ում է ուղղված այդ աղոթքը: Միայն թե ոչ այսօր, թող վաղը հիվանդանամ, վաղը ես ամեն ինչ կտանեմ, միայն թե ոչ այսօր: Մի րոպե նա կանգնեց հանգիստ, ձեռքերը քունքերին սեղմած, ապա նորից վերցրեց ծղոցը և սկսեց ծղոցել: 1:30 է, մնացել է վերջին ցողը: Շապքի թևքը պատառոտվել ծվեն էր եղել, շրթունքներից այրուն էր ծորում, կարմիր մշուշ էր կանգնած աչքերի առաջ, քրտինքը արվակի նման հոսում էր ճակատից, իսկ նա դեռ շարունակում էր սղոցել: Սիգերգու Սարմջան ու էս վերջինը: Ես հակակրեցի Մաքս Քելադային, թեև նրան չէի ճանաչում: Պատերազմը նոր էր վերջացել և ճանապարհորդական նավերը խիստ ծանրաբեռնված էին ուղեւորներով: Չափազանց դժվար էր նավի վրա տեղ գտնելը, շռայլություն էր առանձին խցիկ ակնկալելը, իսկ երկտեղանոց խցիկի համար պետք էր անչափ շնորհակալ լինել: Բայց տրամադրությունս ընկավ, երբ իմացա ուղեկցիս անունը: Քելադա անունը հուշում էր հարեւանիս արեւելյան ծագումը: Ուրիշի հետ նույն խցիկում 14 օր ապրելը, մանավանդ հարեւելցու հետ, ենթադրում էր միշտ փակ պատուհան եւ բացառված էր նույնիսկ գիշերային մաքուր օդը: Թերեւս տրամադրությունս ավելի բարձրանար, եթե ուղեկցիս անունը, ասենք, Սմիթ կամ Բրաուն լիներ: Երբ նա բարձրացավ, պարոն Քելադան իրեն արդեն խցիկում էր դասավորում: Դրանց տեսքն ինձ դուրս չեկավ: Բազմաթիվ պիտակներով ճամպրուկները բավականին մեծ էին: Ուղեկիցս արդեն հանել էր հարդարանքի առարկաները, որոնց վրա նկատեցի կոտի մակնիշը: Լողասենյակում տրված էին նրա օծանելիքները, մազի յուղն ու օճառը: Պարոն Քելադայի հագին-թե կոթով խոզանակներն իրենց ոսկյա մակագրություններով, իմ կարծիքով, ավելի հարմար էին հատակը քերելու եւ փայլեցնելու համար: Ինչեւէ, այդ մարտուն նախապես չհամակրեցի: Խցիկից դուրս գալով ուղղվեցի խաղասենյակ, պահանջեցի խաղաթղթեր եւ սկսեցի պասյանս բացել: Հազիվ էի սկսել խաղը, երբ մեկը մոտեցավ ինձ եւ անունս տալով ներկայացավ: «Ես պարոն Քելադան եմ», - ասաց նա լայն ժպտալով, ցուցադրելով փայլուն ատամնաշարը եւ նստեց: «Կարծեմ երկուսս էլ նույն խցիկն ենք զբաղեցնում: Ինչպիսի զուգատիպություն, երբեք չես կարող կռահել, թե ում հետ բախտ կվիճակվի ճանապարհորդել: Չափազանց ուրախացա, երբ լսեցի, որ անգլիացի եք: Ես միշտ կողմնակից եմ, որ մենք, անգլիացիներս, արտասահմանում համախմբված լինենք: Անշուշտ դուք հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել»: Ես աչքերով հավանության նշան արեցի: «Դուք անգլիացի եք», - հարցրեցի: «Հապա ինչպես, հո չեք կարծում, որ ամերիկացու տեսք ունեմ, ոտքից գլուխ անգլիացի եմ»: «Վսյո, Արմջան, ապրիս նախապես ախպերս»: